Ազգային ժողովի փոխնախագահը իր գրառմամբ սպառնացել է Սաղմոսավանքի քահանային։ Այսպես է արձագանքում Տեր-Օշինի փաստաբան Արմին Էֆանյանը քահանայի շուրջ աղմուկին։ Գրառման մեջ ենթատեքստով սպառնալիքի առկա, ընդ որում քրեական պատասխանատվության սպառնալիքի ձևով։ Ազգային ժողովի փոխնախագահը երկուշաբթի էր Facebook-ի իր էջում գրառում արել, թե մի զույգ ցանկացել է պսակադրվել Սաղմոսավանքում։ Իսկ եկեղեցու քահանան զույգին իբր ասել է, կարևորը քավորը ՔՊԱ-ական չլինի։ Այս ենթադրյալ դեպքն է եղել առիթը, որ Ռուբեն Ռուբինյանը սպառնալից ստատուս գրի, հիշատակելով նաև ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Միայն սրա համար պարակտիչ կտրիչ Ներսիսյանը պետք է դուրս շպրտվի եկեղեցուց իր բարեկամների հետ միասին, իսկ Տեր-Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել։ Ինձ ոչ մեկ չի կարող խորհուրդներ տա, բացի իմ հոգևոր ծնողներից ու Աստծուց։ Տեր-Օշինին ուղված ստատուսում նաև կաթողիկոսի անունը տալով ազգային ժողովի փոխնախագահն ապացուցում է, որ եկեղեցահալած քաղաքականությունը շարունակվում է, նկատում է փաստաբան Արմին Էֆանյանը։ Կրկին վեհափառ հայրապետի դեմ ընդգծված բացասական արտահայտություններով, որ նա պետք է հեռանա եւ այլն, թե ինչ կապ ունի Տեր-Օշինի արտահայտած դիրքորոշումը վեհափառ հայրապետի հետ, բայց ոչ։ Իրենք ուղիղ կապեցին դա իրենց այժմյան քաղաքականության հետ, ուղիղ կապը տվեցին, որտեղ դա իրենց համար առիթ էր ավելորդ անգամ խոսել այդ թեմայից եւ ասել, որ վեհափառը պետք է հեռանա։ Ազգային ժողովի փոխնախագահն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդկանց տարբերակել, ըստ նրանց քաղաքական հայացքների։ Ես քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել։ Ես ասել եմ, որ որևէ քահանա եւ շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ։ Ես ոնց կամ բոլորը Տեր-Օշին քահանան հայլուրին հայտնել է, որ հայ առաքելական եկեղեցում պսակադրվել ցանկացողների հետ քահանաները նախապես զրուցում են։ Հստակեցնում, որ կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլադավանները։ Եկեղեցին այլադավան է համարում նաև նրանց, ովքեր մերժում են Գարեգին II-ին և չեն ընդունում նրան որպես ամենայն հայոց հայրապետ։ Միայն կաթողիկոսին ավազանի անունով դիմելը հերիք է, որ մարդը այլադավան համարվի, ասում են հոգևորականները։ Իսկ ՔՊԱ-ականները, այդ թվում ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իրենց ֆեյսբուքյան գրառումներում, հարցազրույցներում Գարեգին II-ին դիմում են ավազանի անունով։ Դա որևէ կերպ իրենց քաղաքական դիրքորոշման հետ կապ չունի։ Եթե իրենք հավաքական կերպարով ՔՊ են, ասել եք ՔՊ։ Հիմա այս պայմանում համար է գաղտնիք, որ ՔՊ-ն եկեղեցու դեմ, եկեղեցին ոչնչացնելու դեմ գործընթաց է սկսել։ Կարծում եմ որևէ մեկի համար դա գաղտնիք չէ, իդեմս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Փաստաբանին զարմացնում է հատկապես այն, որ Ռուբեն Ռուբինյանը սպառնալից է խոսել իրեն պսակադրած քահանայի Տեր-Օշինի հետ, չնայած կռահում է դրա պատճառները։ ՔՊ-ի ոչն է, հաշվի առդար տեսնելու սպառնալիքին կամ ստատուսին անմիջապես հետևում են գործողություններ, չէ՞։ Վարչապետն էլ է սիրում այդպես, ստատուս է գրում եւ հետևից սկսվում է գործողությունների շղթան։ Ռուբինյանի դեմ դատական հայց դեռ չի ներկայացրել փաստաբան Արմին Էֆանյանը։ Կդիմեն դատարան միայն եթե Տեր-Օշինը ցանկանա։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։